Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի անիմալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի անիմալիքին։ Բարև ձեզ, պարոն Համբարյան։ Բարև ձեզ։ Պարոն Համբարյան, Մայրաթորը հայտնեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ չի կայացել պայմանավորված այն հանգամանքով, որ հայաստանյան թեմերի առաջնորդներ, եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներից մի քանիսը չեն ներկայացել։ Սա ինչի մասին է խոսում, որ արդեն այս եկեղեցու այս կարևոր մարմնում ճգնաժամ կա։ Դե առաջին անգամ երևի թե եթե կարելի է նշել, որ քվորում չի եղել եւ չի կայացել, սա չի կարելի հենց մեկից նշել, որ ճգնաժամ կա գլոբալ առումով, այն որ ճգնաժամ կա, դա փաստ է եւ այդ ճգնաժամը հովանավորվում է գործող իշխանությունների կողմից, բայց խնդիրը նրանում է, որ մենք մեր հասարակությունն էլ պետք է գիտենա, որ ասենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն մեջ կան 56 եպիսկոպոսներ եւ ասենք ճիշտ է հայաստանյան թեմերի որոշ առաջնորդների եւ եպիսկոպոսների այս դեմարշը իհարկե իր հետևանքները կունենա եւ ունի արդեն, բայց ամեն դեպքում ես հույս ունեմ, որ Մայրաթորին կհաջողվի հայաստանյան թեմերի ներկայացուցիչներին հավաքել եւ այդ ժողովը կազմակերպել։ Իսկ ինչու չեն ներկայացել ձեզ նրանք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, ոչ թե նկատի ունեմ անմիջապես հետո, այլ այդ իրադարձությունից հետո չեն գնացել այդ ժողովին։ Սա նշանակում է, որ արդեն նրանք իշխանության ազդեցության ներքո են։ Ես ձեզ ասեմ, որ հաշվի առնելով, թե ովքեր էին ստորագրել հիմնականում այդ թղթի տակ, ես կարող եմ ասեմ, որ նրանք թույլ օղակներն էին եկեղեցում եւ մեխանիկորեն ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ ասենք Կջոյանը, Վազգեն Միրզախանյանը, Աբրահամ Մկրտչյանը, ասենք Քարամյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ասենք Երևանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկանը, այդ տիպի մարդիկ են ստորագրել, հասկանում եք, եթե անկեղծ եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ այս մարդիկ շատ վաղուց են իշխանությունների վերահսկողության տակ, քանի որ հաշվի առնելով նրանց վերաբերյալ տարածվող տեղեկությունները արդեն երկար տարիներ, ինձ համար զարմանալի չէ, որ Նիկոլի աշխատավոճին բնորոշ ձևաչափով գործող իշխանությունները այս անձանց շատ վաղուց վերցրել են իրենց վերահսկողության տակ եւ այս մարդիկ շատ վաղուց ԱԱԾ-ի միջոցով շանտաժի են ենթարկվում։ Ես օրինակ ուզում եմ պատկերացնել էլի, տեսակ, ասենք Նավասարդ արքեպիսկոպոս Կջոյան գնաց է նստել էր Նիկոլի դիմաց, մարդ ում վերաբերյալ ենթադրաբար Նիկոլը ամենաշատ ուրեմն քննադատական եւ վատ հոդվածներն է գրել եկեղեցու վերաբերյալ։ 2007 թվականին Նիկոլի ընտանեկան թերթը առաջինն է եղել, որ գրել է Նավասարդ arczepiskopos Կջոյանի կալանավորման մասին երկորով, որ նրա մոտից զենք է հայտնաբերվել։ Դե ես չասեմ նաև, որ ասենք նույն 2021 թվականի հունիսի 12-ին, գիտեք, այդ հանրաճանաչ միտինգի կադրերը հիմա էլ են տարածում մարդիկ, Նիկոլ Փաշինյանը ամենավերջին վիրավորանքներն էր տալիս Կջոյանին, նրան մեղադրելով հագաքրիստոնեական քարոզ տարածելու մեջ։ Ընդհանրապես ավելի մոտ փաստի մասին ցեզ ասեմ, ասենք 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով մարդ ասում էր հոգևորականը Բենտլի ունենա, թե մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում այդ տիպի մեքենա ունեցող միակ հոգևորականը դա Նավասարդ arczepiskopos Կջոյանն է։ Ես ես ավելի խայտարակ փաստ հիշեցնեմ։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հետքին տված իր հարցազրույցում հայտնի ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը իր 14 րոպեանոց հարցազրույցում շատ պարզ նշում է, որ ԱԱԾ է մտել գործը իր ունեզրկման պահով, գիտեք, այդ օֆշորային սկանդալ, խայտարակություն, նախկին վարչապետի անուն, հետո այնտեղ մի հատ Սուքիասյան կար, այդ գործարարը եւ այլ, ասում է գործը վերաբացեցին Նիկոլի իշխանության գալուց հետո 2019 թվականին կներեք գործը մտնում է ԱԱԾ եւ այնտեղ բանը փակվում է գործը Կջոյանին վերաբերյալ։ Հետաքրքիր է, ինձ մոտ օրինակ շատ խիստ կասկածներ առաջանում են այդ փաստը, որ Կջոյանը
ուրեմն սկսել է համագործակցել ԱԱԾ-ի հետ եւ անում է այն, ինչ ցանկանում է Նիկոլ Անհողը, ասենք Աբրահամ Մկրտչյան, Հայաստանի Հանրապետության ամենահարուստ arczepiskopos-ը, մարդ, որը վարում է Jaguar, Bentley-ին հիշում են, բայց Jaguar-ը չգիտես չեն հիշում, ասում է դա իմը չէ, մենք գիտենք այդ իմը չեն ինչպես է անում, հիմա դուք էլ կարող եք Ferrari գնել, ինչ որ ձեր տատիկի քրոջ բանը Թորան անունով գրանցեք, մյուսը, ասենք այսօր կուսակրոնությունից են խոսում, կուսակրոնությունից, լավ, 1000 տարի փոխաբերական իմաստով ասած խոսում են Կոտայքի թեմի առաջնորդ Քարամյանի եւ Նիկոլի մոտ բազմաֆունկցիոնալ աշխատող արգիշտի Քարամյանի մասին։ Այդ մարդը էլ ուժային կառույց չմնաց, որ Նիկոլի օրոք չմտնի ու պաշտոն չզբաղեցնի։ Հարց վերջապես կպարզաբանեն արգիշտի Քարամյանը Առաքել Քարամյանի հետ կապ ունի, թե չունի։ Ասենք այսօր այդ մարդը առանց ամոթի կուսակրոնությունից է խոսում, հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին։ Ուր այն մյուսի մասին ասեմ, Վազգեն Միրզախանյան։ Ուրեմն 2014 թվականի փետրվարի 15-ին Նիկոլ Անհողի ընտանեկան հայկական ժամանակում նամակ էր հրապարակվել վրացահայոց թեմի վրացահայոց սփյուռքի ներկայացուցիչներից, որտեղ վերջիներս մեղադրում են թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանին իրենց նվիրաբերած գումարները մսխելու մեջ։ Էլ չասեմ սեռական բնույթի սկանդալներ այդ մարդու հետ կապված, այնտեղ ամուսնացած կնոջ հետ էր կապնվել, դրա տղային էր հովանավորում, քաղաքագետ էր դարձնում, չգիտես ինչեր էր անում, հետո առանտարան դրան, բան, Էստոնիա, որովհետեւ ղեկավարի մեր Սպացիան ուրեմն թեմը։ Հիմա այս սկանդալից հետո, որ այդպես ինքը իրան կուսակրոնությունից է խոսում եւ այլ, բանը ուրեմն կանչ տելեգրամյան ալիքը, թե բոլոլա տելեգրամյան ալիքը, արդեն չեմ էլ հիշում։ Սրա տղայի ու կնոջ լուսանկարները հրապարակեց, ոչ մի երկում չկա։ Հրապարակվեց, որ շատ արագ ընդամենը մի քանի ամիս առաջ տղայի հայրանունը փոխել են։ Հիմա լավ, այս մարդկանցից կներեք էլի, ով է սպասում ինչ-որ օբյեկտիվություն։ Այս մարդիկ ամենախոցելին են եւ գիտեք որն է շատ լավ էլի, որից եմ ես հաճույք ստանում, թե ինչպես են Նիկոլենք այս arczepiskoposներին ու եպիսկոպոսներին ստորացնում։ Երեք Կջոյանը նստել էր Նիկոլի առաջ, այսօր Նիկոլի Ալեն ազգային ժողովում ասում է պարոն Կջոյանը չի կարող լինել կաթողիկոս։ Պարոն Կջոյանը ինքը շատ լավ գիտի, որ ազգանունով ու հոգևորականին պարոնով դիմելը դա շատ վիրավորական է, բայց լավ է անում, Կջոյանին դա շատ քիչ է։ Պարոն Համբայրան, կներեք, եթե ես ձեզ չընդհատեմ եւ թույլ տամ, որ դուք թվարկեք, եւս ստիպված եմ լինելու Zoom-ի 2-3 հղում ուղարկեմ, որովհետեւ դա շատ է, բայց հարց, ով է մեղավոր, որ մեր հայ առաքելական եկեղեցում կան Կճոյաններ, Քարամյաններ, Միրզախանյաններ, մեկ հոգի չէ դրա պատասխանատուն այսօր։ Նայեք, խնդիրը հետևյալն է, դուք նկատում եք կաթողիկոսին, ես էլ եմ գտնում, դուք նկատում եք կաթողիկոսին, ես էլ եմ գտնում, որ չպետք է կաթողիկոսը նման տիպի մարդկանց ներեր։ Ամեն դեպքում, բայց կա եկեղեցական ժողով։ Եվ ես նշեցի նորից 56 ուրեմն եպիսկոպոսներ եւ arczepiskoposներ կան, գումարած դրան։ Կա նաեւ չեն, որ հրավիրում են շատ մեծ ժողով, որտեղ նաեւ մասնակցում են եկեղեցու այդ ժողովին մեջ ներգրաված, ասենք քաղաքացիական մի քանի անձինք։ Ես ազգային եկեղեցական ժողովը նկատում եմ։ Ժողովը, հա, լավ հիշեցիք, ազգային եկեղեցական ժողով։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որ այո, այս հարցերը նաև ազգային եկեղեցական ժողովում պետք է քննվեն։ Ես ձեզ օրինակ բերեմ։ Հռոմի կաթոլիկ եկեղեցում ավելի շատ այլանդակություններ կան, սկսած մանկապղծությունից վերջացրած այդ համասեռամոլ եպիսկոպոսներով ու կարդինալներով եւ այլ, բայց գիտեք խնդիրը որն է, որ նրանք այդ ամեն ինչը լուծում են իրենց ներսում։ Ես էլի եմ կրկնում, եկեղեցին շատ մեծ ընտանիք է։ Եվ այդ չի կարող լինել ընտանիքում ամեն ինչ շատ լավ։ Մենք բոլորս ամեն մեկս մեկ մարդ ենք, բայց մենք ունենք մեր բացասական եւ դրական կողմերը։ Եվ այո, եկեղեցում կարող են լինել նաեւ խնդիրներ, բայց այդ խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու ներսում։ Եվ
երբ որ այս մարդիկ ունենալով այսպիսի անցյալ ու ներկա փորձում են, ասենք, Արշակ Սրբազանի հետ կապված դեպքը դարձնել մատի փաթաթոց եւ շանտաժել, դա չի կարելի, ես ելի եմ կրկնում, ես Արշակ Սրբազանին չեմ պաշտպանում, դա բացառվում է, բայց ասում եմ, Արշակ Սրբազանի վերաբերյալ այդ տեսանյութերը ոչ թե Հայաստանի իրավապահ համակարգը պետք է փորձագիտական զննության ենթարկի եւ եզրակացություն տա, ես չեմ հավատում։ Ես բացարձակ չեմ հավատում մեր քննչական կոմիտեին։ Շատ լավ կլինի, որ օրինակ համաշխարհային հայտնի այդ հետազոտական կենտրոններ կան, ոչ թե մեկին ուղարկեն, այլ մի քանիսին, ասենք թե մեկը ուղարկեն Մոսկվա մեկին, մյուսը նույն տեսանյութը ուղարկեն Փարիզ, եւս Ինչու Մայրաթորը չի ուղարկում, Մայրաթորը ինչու չի նախաձեռնում նման գործընթաց։ Ես ինչքան գիտեմ, Արշակ Սրբազանի հարցազրույցից ելնելով ինքը ասեց, որ իսկ ով է ասել, որ մենք չենք արել։ Բայց հայտնի է ասել, բայց չհաստատեց, որ այնուհանդերձ նման գործընթաց կա, հարց հնչեցրեց։ Չէ, ես օրինակ, հա, ձեզ է ասել, որ հա ճիշտ ասեցիք, հենց ձեզ է ասել, բայց խնդիրը հետևյալն է, ես այդքանը գիտեմ։ Ես հույս ունեմ, եւ դուք էլ լրագրողներդ ամեն ինչ խնդրում եմ արեք, որբիսի մենք բոլորս իմանանք, եթե Արշակ Սրբազանը ներգրաված է այդպիսի գործերում, ուրեմն այո, Արշակ Սրբազանը պետք է պատժվի եւ հեռենա։ Արշակ Սրբազանին ոչ ոք չի պաշտպանում, բայց գիտեք որն է խնդիրը։ Լավ, հիմա հարց եմ տալիս ձեզ։ Բերեք նայեք թե մյուս ուրեմն քրեական գործերի կամ մյուս դեպքերի պահով ինչպես է ամեն ինչ տեղի ունենում։ Արդեն անցել է ուրեմն 10 եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների ստորագրությունից հետո արդեն գրեթե անցել է 1.5 օր, ճիշտ է, նույնիսկ ավելին։ Քննչական կոմիտեն ինչու հայտարարությամբ չի հանդես գալիս։ Արշակ Սրբազանի վերաբերյալ կա քրեական գործ։ Արշակ Սրբազանը ունի փաստաբան Արսեն Բաբայանն է, ով 10 եպիսկոպոսների հայտարարությունից հետո ասեց, որ ինքը որպես փաստաբան չի ստացել այդ եզրակացությունը, լավ։ Ես ուզում եմ հասկանամ, Վահագն Ալեքսանյանը ով է, որ իր Facebook-յան էջում գրում է հաստատված է, ապրիորի, ինքը ով է եղած։ Ես ուզում եմ հասկանամ, մեր 10 եպիսկոպոսերին ով է տվել այդ եզրակացությունը, որ հաստատված է։ Լավ, մենք էլ չէ պետք է իմանանք, այն մարդիկ, ովքեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ են, ինչի քննչական կոմիտեն մինչև հիմա հայտարարություն չի անում։ Ձեզ չի հետաքրքրում դա։ Ինձ արդեն շատ խիստ կասկածելի է թվում, որ ընդհանրապես այդ եզրակացության արձանագրությունը ընդհանրապես գոյություն ունի կամ ընդհանրապես եզրակացություն տվել են ինչ որ մեկին կամ դուք հիշում եք եկեղեցական ժողովի ժամանակ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Վազգեն Միրզախանյանին տեսել են քննչական կոմիտեի Երևանի բաժանմունքի մոտ։ Ինչ էր անում այդ ժամանակ, ասում են գնացել էր այդ արձանագրությունը կապված այդ տեսանյութերի փորձաքննության հետ վերցնելու։ Ես հենց սա եմ ասում, որ ինձ համար հարգելի Նարեկ, ես գործ եմ ունեցել Հայաստանի իրավապահ մարմինների հետ, սկսած ոստիկանություն, քննչական կոմիտե, դատախազություն, դե արտարադատության դատավորների մասին չեմ խոսում։ Հայտարարություն է նրանց իրավապահ համակարգը 99.99%-ով վերահսկվում է Նիկոլ Անհողի կողմից։ Եվ նրանց տված եզրակացությունը ինձ համար առաջին չէ։ Ես էլ եմ կրկնում, շատ ուրախ կլինեմ, եթե դուք բոլոր լրագրողներովդ ամեն ինչ անեք, որպեսզի նույն Արշակ Սրբազանը, որը հենց ձեզ ասեց, որ մենք ուղարկել ենք արտասահման, այդ փորձաքննության արդյունքները ձեզ էլ ցույց տա։ Պարոն Համբայրյան, իհարկե իրադարձությունների զարգացումներին կհետևենք, բայց վերադառնալով այս խնդրին, հա, որ օրինակ ասում է, որ հոգևորականների վրա կոմպրոմատներ են ունեցել։ Դե ասել Նավասարդ arczepiskopos Կճոյան եւ կողքը չպատկերացնել մի հատ պապկա մեջ լիքը փաստեր, դա անիրատեսական կլինի, կարծում եմ, բայց այնուհանդերձ արդյոք կաթողիկոսն էլ ինքն էլ խնդրահարույց չի եղել եւ դրա համար է աչք փակել այդ ամեն ինչի վրա եւ այսինքն վերևից է եկել ըստ էության այդ ամենը նման տպավորություն կա թե ոչ, այսինքն կա ունի խնդիր վերադասը եւ աչք է փակվում օրինակ ենթակաների խախտումների վրա ապօրինի հարստանալ, ենթադրյալ ապօրինի հարստանալ, ենթադրյալ կին երեխա ունենալ, այս մասին ինչ կասեք։
Նախ նշեմ, որ ձերը վարկած է, վարկածներից մեկն է։ Ես ավելի շատ մտածում եմ, որ կաթողիկոսը որքան էլ իր վրա ինչքան էլ կոմպրոմատ ունենա, ինքը բավական ուժեղ մարդ է։ Ես այս ամիսների ընթացքում նկատեցի եւ ինքը այդ կոմպրոմատներից, այդ շանտաժից չի վախենում։ Ի տարբերություն, ասենք, նույն Կջոյանի կամ Միրզախանյանի։ Օրինակ, տեսեք, Արշակ Սրբազանն է չվախեցավ։ Արշակ Սրբազանին բացահայտ Նիկոլը շանտաժեց, բացահայտ։ Այդ ինքը այդ իրանք հիմա կարող են սարքել, այնպես որ այդ տեսանյութերը իրանք չեն տարածել։ Ես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի եմ, ինքը ազգային ժողովի անդոնից այդ ոչ կոռեկտ արտահայտությունները արեց, հետո նախ դրանից առաջ Facebook-ում այդ լկտի բառապաշարով շանտաժով առաջնորդվեց, բայց Արշակ Սրբազանը շատ ուժեղ դուրս եկավ։ Մարդը հասկացրեց, որ եթե դուք ինձ այդ կոմպրոմատով եք խոսելու շանտաժով, չի անցնելու։ Դրեք բան արեք, բայց այդպես ոչ բոլորը կարող են ուրեմն առաջնորդվել։ Ես մտածում եմ, որ ավելի շատ կաթողիկոսը թույլ չէր տալիս, որբիսի պետությունը իրոք իր քիթը մտցնի եկեղեցու ներքին գործերի մեջ եւ ամեն շանտաժի, ամեն կոմպրոմատի արդյունքում իր եպիսկոպոսին եւ արքեպիսկոպոսին ուրեմն հերացնի ծառայությունից։ Գիտեք, մենք շատ սխալ պատկերացումներ ունենք, Նարեկ ջան։ Մեզ մոտ մեր ժողովուրդը շատ սխալ է պատկերացնում։ Մենք ամեն ինչ իդեալական ենք պատկերացնում։ Մենք մտածում ենք, որ եթե եկեղեցի է, ուրեմն պետք է լինի ադամանդի նման բյուրեղյա մաքուր։ Չէ, ես նոր ասեցի։ Նարեկ ջան, ես վերջիվերջով պատմաբան եմ եւ ուսումնասիրելով, ասենք, Եվրոպայի պատմությունը կամ լավ գիտենալով Եվրոպայի միջնադարի պատմությունը, ես ցես կաթոլիկ եկեղեցուպահով այլանդագություններ կարող եմ բացահայտել, որ ինչպես ջուրեցին ասում, մազերը բիզ-բիզ կանգնի։ Ասենք նույն փողոքականների վարքագիծը, ասենք տասնյակներով, հազարներով մարդկանց սպանել այդ քաղաքացիական պատերազմները։ Հիմա նույն խնդիրներն էլ, բայց ոչ այդ մասշտաբի, ոչ այդ մագարտակի։ Մեր եկեղեցում էլ կարող են լինել, բայց ամեն անգամ ներողություն, դուք նկատել եք, որ օրինակ եկեղեցին ինքը իր ներսում այդ հարցերին փորձի լուծում տալ, կարգավորել։ Ես ինչքան ինձ հիշում եմ, չի եղել մի դեպք, որ օրինակ բարձրաստիճան հոգևորականի կարգալույց հռչակելու մասին հայտարարեն, թեկուզ եւ խնդիրները չբացահայտեն։ Ինչու նաեւ մենք ըստ էության չենք տեսել նաեւ, որ եկեղեցին ինքը իր մեջ փորձի խնդիրները վերհանել եւ կոշտ մեթոդներով լուծումներ տալ։ Այ դուք այս պահով շատ ճիշտ եք, ես ստիպված եմ ցես հետ համաձայնվել, որովհետեւ մինչեւ հիմա ցավոք սրտի մեր եկեղեցին բարձրաստիճան եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների չի կարգալույց արել, որ ինքը պետք է աներ, որը ինքը պետք է աներ, այո, ու շատ վաղուց պետք է աներ, ու շատ վաղուց պետք է աներ։ Այդ առումով ես ցես հետ համաձայն եմ։ Այդ ժամանակ եթե աներ, այդ 54 թե կներեք 56 եպիսկոպոսների մեջ այս 10-ը չէին ծվարի, որոնք ԱԱՑ-ի կողմից դոսիեն ԱԱՑ-ում իրենց վերաբերյալ դոսիեներ ունենալով հիմա կհայտնվեին Նիկոլի դիմաց, իսկ Ալենն էլ այսօր նրանցից մեկին կասեր պարոն Կջոյան։ Այս սա է խնդիրը։ Ամենայն հայոց կաթողիկոսը թերացել է այս հարցում։ Այս հարցում, հատկապես բարձրաստիճան եկեղեցականների հարցում ինքը թերացել է, այո։ Այդ ժամանակ, երբ որ Կջոյանի անունը շոշափվում էր որպես Փայլակ Հայրապետյանին ունեզրգող, երբ որ Նիկոլը գրում էր, որ Կջոյանին զենքով բռնել են, երբ որ նույն Կջոյանի վերաբերյալ ուրեմն գրում էին, որ Բենտլի ունի, ով է տվել այդ Բենտլին եւ այլն, այդ ժամանակ պետք է կարգապահական հանձնաժողով ստեղծեին ու այդ ժամանակ նույն Կջոյանից Բենտլին վերցնեին, վաճառեին եւ այդ գումարը տային ինչ որ մի հատ մանգատան։ Այդ ժամանակ նոր շատ լավ կլիներ, բայց ենթադրաբար կաթողիկոսը չցանկանալով շատ դեպքերում այն որ ասում են կեղտը տնից դուրս հանել եւ դա ցույց տալ ամբողջ հանրությանը, ավելի մեղմ ուրեմն վարքագիծ դրսևորելով որոշ եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների նկատմամբ չխայտարակեց ու այս պատմությունը բացեց, որովհետև երբ որ մարդը ենթարկվում է շանտաժի,
դա արդեն այդ մարդու խնդիրն է, որովհետև ինքը էլ չի կարող այդ ամեն ինչից դուրս գալ։ Նույնը Միրզախանյան, ասենք, ամբողջ մամուլը տարիներ առաջ ցնծում էր այս մարդու սեռական բնույթի սկանդալների կամ փողերի մսխման հետ Վրաստանում։ Այդ մարդուն պետք է ընդհանրապես հեռացնեն կամ ինչ որ մի տեղ ուղարկեն որպես հոգևոր ծառայող։ Գոնե, բայց ոչ, իրան ուղարկեցին մեծ Բալտիկա, որբիսի Տալինի եկեղեցում ինքը ձերք սեղմի բանի այդ բանի սոցիալ նախարար Թորոսյանի ազգանունը ինչ է դրա մարդ, որ գիտեք, ես էլ եմ ասում, ես էլ ծանոթներ ունեմ, ովքեր աթեիստ են, բայց այդ աթեիստները երբեք չեն վիրավորում ոչ եկեղեցուն, ոչ քրիստոնյաների սրբությունները, ասենք այդ Թորոսյան Արսեն, ասենք մարդ, որը ասում է, որ իր համար Շարլ Պիերոյի հեքիաթները ավելի ազդեցիկ են, քան Աստվածաշունչը, ծաղրում է Աստվածաշունչը, այդ մարդու ձեռքը գնում է Միրզախանյանը, սեղմում է, ինչի համար, դու ինքը պատիվ արժանապատվություն ունի, խնդիրը նաև սրանցում է։ Ես էլ եմ կրկնում, մեր եկեղեցում բազմաթիվ խնդիրներ կան, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն, բայց լինելով առաքելական եկեղեցի, մեր եկեղեցու առանձնահատկություններից մեկը նաև նրանում է, որ եկեղեցու ներքին գործերին քաղաքացիական անձինք եւ իշխանությունները չպետք է խառնվեն։ Դա նաև ամրագրված է մեր սահմանադրությամբ։ Այս որ ասում են եկեղեցին ժողովրդին է, չկա նման բան։ Եկեղեցին Աստծո տունն է, ինչ ժողովուրդ։ Ով է այդ հիմարությունը առաջ տարելավ։ Ով է ասել, որ ասենք Հովանավանքի ինչ որ մի վանքի կողք ապրող ինչ որ մի բնակիչ իրավունք ունի գնա ու ասի դու մի արի այստեղ, դու արի այստեղ, այդպիսի բան չկա, չի կարելի այդպիսի բաներ ասել։ Կամ ասենք Նիկոլի ցանկությամբ պատարակի ժամանակ զեղչում են կաթողիկոսի անունը։ Ով է Նիկոլը։ Մարդ, հասկանում եք, այս մարդը, որը արդամուսնական կապից, չգիտեց իրա սիրուհին է, ընկերուհին է, քաղաքացիական կինն է, 4 հատ երեխա է ունեցել, որքան այսօր իր եթերից հասկացա, նաև շատ ուշ կնքվել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, ինքը Իջևան է, Իջևանի թե Ենոքավանի ծնունդ է, երևի ուսանող ժամանակ է կնքվել, անմեռոն է եղել, եկքա տղա է եղել, ասենք իրան ով է թույլ տվել այսպիսի բաներ խոսել, մաքրվելուց, ինքն է մաքրվելուց խոսում, Պարոն Համբայրյան, իսկ չեք կարծում, որ օրինակ եթե ամենայն հայոց կաթողիկոսը նույն Կճոյանին, Միրզախանյանին, Քարամյանին իրենց խնդիրները մատնացույց աներ, մտավախություն ունենար, որ շուռ կգային ու կասեին բադուկ վեհափառ։ Գիտեք ինչ, մենք խոսում ենք փաստերով։ Իրանք մինչև հիմա ասել են բադուկ վեհափառ։ Մինչև հիմա ասել են։ Ես ուզում եմ այդ հարցին ձեր հարցով պատասխանել։ Այդ նույն ուրեմն Քարամյանը, այդ նույն Կճոյանը, այդ նույն Միրզախանյանը մինչև հիմա ասել են բադու վեհապար չեն ասել։ Իսկ եթե չեն ասել, հարգելի Նարեկ, ես բամբասանքների հիման վրա բացարձակ նպատակ չունեմ ինչ որ մեկնաբանություն անել։ Նիկոլը ասել է, թող աբացույցերով ներկայացնի։ Վարչապետ է, երկրի վարչապետ է, դեղին մամուլի, ոչ թե սովորական նորմալ մամուլի, այն որ լրագրողը ինչ որ բան ասելուց հղում է տալիս, ասում եմ որ, քո մասին էլ ինչ ասես ասում եմ որ, կանոջդ մասին ինչ ասես ասում եմ որ, դե երեխաներին ես այդ կարմիր գիծը չեմ էլ ուզում անցնեմ, դու էլ դիր մեկնաբանի, այ քեզ բան, ով ինչ ասեց իրա ու կնոջ մասին ասում է, ինչի չի մեկնաբանում, ասում եմ որը որն է, հասկացանք, որ լրագրող է եղել, բայց չի կարելի, չէ, սա պետություն է, կան կարմիր գծեր, սա մեր կրոնն է, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինքը, ասենք, դուք քանի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի գիտեք, որոնք ասենք թե ասում են, որ ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ ու կիսվում են կյանքի խոսք աղանդի ինչ որ քարոշի նյութերով, ես չգիտեմ, բայց մեկը կա, դա Նիկոլ Փաշինյանն է, Վահե Պետրոսյանի նյութերով կիսվում էր ու ասում է ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, իմ ընտանիքը եւ այլ, աղջիկները
ակտիվորեն մասնակցում են կյանքի խոսքաղանդի ներկայացուցիչների հարսանիքներին, չեն էլ գնում հանգիստ նստումը, հարսնակուր են լինում։ Էնպես դե երեխուն, այն Շուշանը ինչ է երեխու անունը։ Նայում ես վիդեոներ կա, նստած կյանքի խոսքաղանդի քարոզիչների հետ նստած բան է լսում։ Ինչի է երեխեդ այդտեղ Նիկոլ։ Ու դու քեզ համարում ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ, որ Նարեկ ջան, Նիկոլը աղանդ է, աղանդավոր է։ Եվ իր բոլոր քայլերը, ինչ որ ինքը անում է, ես դե վերջիվերջով պատմաբան եմ, չէ՞։ Ինքը ինչ որ անում է, դրանք բոլորը բնորոշ են բողոքական աղանդավոր եկեղեցիներին։ Ես ոչ թե աղանդավոր ասում եմ վիրավորելու համար, դա ընդունված է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից։ Իրանք աղանդ են։ Ու այդ բոլոր բարքերը Նիկոլը փորձում է ներմուծել մեր եկեղեցու մեջ։ Լավ, Նարեկ ջան, մի հատ հարց տամ էլի քեզի։ Երեք որ ինքը ընդունում էր այդ բանին, Կջոյանին։ Ինքը ես ուզում եմ այդ մարդու բարոյական կերպարը էլի պատկերացնեմ։ Ասենք Նարեկ ջան, եթե ես քո մասին վատ բան միտեղ խոսեմ, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, ես կգերադասեմ քեզանից հեռու մնալ։ Պարզ եմ ասում։ Ասենք 2025 թվականի հոկտեմբերի 22-ին Բենթլիով հոգևորականը, 2021 թվականի հունիսի 12-ին Կջոյանին ասում էր հագաքրիստոնեական խոսույթով խոսացող մարդ։ Երեք ընդունում է իր ուրեմն նստավայրում։ Լավ, դա ինչ բարոյականություն է, ես դա եմ ուզում հասկանամ էլի։ Դե նա ասում է դարձի գալու շանս ունեն եկեղեցի։ Ով պետք է դարձի գա, Կջոյանը, ռուսը ասում է Գարբատովը գրոբ իսպրավիտ։ Կջոյանը երբեք դարձի չի գա, ոչ էլ Միրզախանյանը կգա, ոչ էլ Քարամյանը կգա, ինչ պետք է անեն, որ Քարամյանը պետք է ասի, ես արգիշտից հրաժարվում եմ, ես կույս եմ, հա։ Միրզախանյանը պետք է ասի, ես փողերը չեմ ուրեմն մսխել եկեղեցու, ինչպես գրում էր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան հայկական ժամանակը, կամ սեռական բնույթի սկանդալների մեջ չեմ մտել, ես կույս եմ, հա։ Լավ, հիմա մենք ունենք հետևյալ իրավիճակը, որ շուրջ 1 տասնյակի հասնող բարձրաստիճան հոգևորականներ ըստ էության անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը, դեմ են դուրս եկել կաթողիկոսին։ Ըստ ձեզ, սա ինչ հետևանքներ կարող է ունենալ, ինչ ընթացք կունենա այս կոնֆլիկտը։ Դե պետք է ապրենք ու տեսնենք, ես հույս ունեմ, որ սրանց թիվը շատ չի մեծանա։ Ես հույս ունեմ, որ 1800 տարվա պատմություն ունեցող մեր եկեղեցին, որը դիմակայել է ուրեմն բյուզանդական, պարսկական, թուրքական, ռուսական ուրեմն պետությունների մեր եկեղեցու դեմարշավներին, էլ չասեմ Պավլիկյան եւ Թոնդրակյան շարժումները պատվով դուրս կգա այս փորձությունից, բայց խնդիրը մենակ այստեղ ինձ համար մտավախի այս բանը, որ ինձ մոտ ստեղծում է, այն է, որ եւ ես դրանից եմ ցավաբրում եւ շատ ամոթ զգում, որ իշխանություններն են եկեղեցու դեմ դուրս եկել։ Հասկանում եք, խնդիրը հետեւյալն է, որ երբ որ Նիկոլը խոսում է եկեղեցին մաքրելուց, ինքը լավ, ես իհարկե դեմ եմ, որ ինքը եկեղեցին մաքրի, բայց բերեք պատկերացնեք, որ ինքը ուզում է եկեղեցին մաքրել։ Ումով ամենակեղտոտ, ամենավարկաբեկված, ամենավատ անցյալ ու ներկա ունեցող եկեղեցականներով Կջոյանին ընդունելով էր եկեղեցին մաքրում, հարգելի Նարեկ։ Բացքեն Միրզախանյանին ընդունելով էր եկեղեցի մաքրում, Գևորգ եպիսկոպոս Սարոյանով էր եկեղեցին մաքրում, այն անձի, ով ապրել է կաթողիկոսի քրոջ տղայի հետ, ում համար կաթողիկոսը հովանավորել է ուրեմն ամեն ինչ, եւ ասեմ ձեզ, այդ Մասյատնոցն թեմն էլ հadoop դրա համար է ստեղծվել։ Դե տեսեք, դա էլ լավ բանի մասին չի խոսում, իհարկե, չէ, ամեն դեպքում խնդիրը հետեւյալն է, սա կաթողիկոսին ի պատասխան է անում, բայց ամեն դեպքում այս կողմից եմ ուզում հարցնեմ, Քարամյանն է մաքրելու եկեղեցին Նիկոլի հետ միասին։ Լավ, այս մարդիկ պետք է հասկանան, որ եթե իրենք իրենց վրա ունեն կոմպրոմատ,
իրենք միևնույն է օգտագործվելու են Նիկոլի կողմից։ Նիկոլը այն անձն է, որ երբեք նրանց շնորհակալություն չի հայտնելու, օգտագործելու է եւ ամպիդան իրի նման դեն է նետելու։ Այսօր Ալենը շատ բարձ հասկացրեց։ Լավ, պարոն Համբարյան, տեսեք, մենք ունեցանք նախադեպ, որ հոգևորականին կարգալույց հռչակեցին, նա դա չընդունեց, շարունակում է այդ եկեղեցում հոգևոր ծառայություններ մատուցել, անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, փաստենը, որ եկեղեցին նրա տնօրինման տակ է։ Հիմա Facebook-ում տեսա մի քանի նախաձեռնություն այն մասին, որ պետք է այս բոլոր հոգևորականներին կարգալույց անել։ Արդյոք չկա հայ առաքելական եկեղեցու պառակտման վտանգ այն պարագայում, երբ որ օրինակ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշի, որ պետք է այս բարձրաստիճան հոգևորականներին կարգալույց անի, նրանք էլ Հովանավանքի օրինակով յուրաքանչյուրն այս դեպքում ոչ թե մեկ եկեղեցու մասին է խոսք, այլ թեմերի հայտարարեն, որ իրենք շարունակում են այդ թեմը ղեկավարել, մայրաթորի, այսպես ասած, վերահսկողությունից դուրս գալ, եւ մենք ունենանք պառակտված եկեղեցի։ Նման վտանգ կա թե ոչ։ Դե դա տարբերակներից մեկն է, բայց այստեղ խնդիրը հետևյալն է, որ ասենք, եթե ինքը թեմի առաջնորդ է, դա չի նշանակում, որ այդ թեմում ծառայող մյուս հոգևորականները կանգնած են իր կողքին, եւ մենք դրա վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ ունենք։ Նույն Կջոյանի թեմի մեջ մտնող բազմաթիվ հոգևորականներ բացահայտ իրենց աջակցությունն են հայտնում Գարեգին II կաթողիկոսին։ Այստեղ խնդիրը հետևյալն է, որ ես նոր պատահական դա չնշեցի։ Ով է Ստյոպիկը Հովանավանքում, եթե չլինի գործող իշխանությունը։ Ով է ինքը։ Ասենք, ով է նրան տրամադրել այդ ոստիկանին եւ երկու թիկնապաներին, որ անընդհատ դրա հետ ման են գալիս։ Հələ թող դրանք չլինեն, տեսեմ ինքը կարող է Հովանավանքում շարունակել իր հագա եկեղեցական գործունեությունը։ Դե մի ոստիկան էլ կարող է Կճոյանին տանել, մեկին տան եւ այդ վտանգը տեղի ունենա։ Չէ, ամեն դեպքում ժողովուրդն էլ է տեսնում, որ դրանք այդ ամենը շինծու է։ Այդ ամենը շինծու է։ Դուք շատ ճիշտ եք նշում, դա արդեն պառակտում է, բայց ամեն դեպքում պետք է շատ զգույշ վերաբերվել, շատ զգույշ։ Պետք է այդ եկեղեցու հիմա առաջնորդը նշտարի վրայով է քայլում, թեթև սայթագում, եւ դա կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ։ Ինչպես ասում է, պետք չէ տաք գլխով քայլեր ձեռնարկել, պետք է սառը տադել եւ անել այնպես, որ ամեն ինչ ավելի հարթ ընտանա։ Բայց խնդիրը էլի եմ ասում, եկեղեցին նաեւ ունի խնդիր, որ հանրության մոտ չձևավորվի այն կարծիքը, որ մայրաթորը թույլ է։ Սա այս խնդիրն էլ կա։ Այնպես որ այդ հարցերի վերաբերյալ ես կարող եմ այսքան ասել, այդ կոնկրետ այդ ձեր հարցերը կարելի է ուղղել հենց Գարեգին II-ին կամ մյուս բարձրաստիճան հոգևորականների։ Եվ վերջում, քանի որ մեզ մի քանի րոպե մնացել, արդյոք ամենայն հայոց կաթողիկոսի եւ հասարակության միջև կապի խզում չկա, որովհետեւ կաթողիկոսի հանրային խոսքը մենք չենք լսել այս ընթացքում։ Գիտեք ինչպես, կաթողիկոսը շատ ճիշտ է անում, որ հանրային խոսքով հանդես չի գալիս, որովհետեւ մեր հասարակությունը ծայրահեղ ապատիկ վիճակում է եւ պետք չէ այս պահին ուրեմն հույսը դնել միայն ժողովրդի վրա։ Նույն Նիկոլան Հողը պատահական չէր կոչանում մարդկանց գալ Հովանավանք, հիշում եք, այնտեղ Ստյոպիկն ասում էր ոտքս գետնին խփեմ 10,000 մարդ կհավաքեմ, հետո ստացվեց նրանց մոտ։ Ինչպես ասում էր դասագանը, խիարը թարս բուսնեց։ Տեսաք, որ մարդ չհավաքվեց։ Բացի դրանից, սոցիոլոգիական բոլոր հարցումների արդյունքում այսքան վարկաբեկումից հետո այդ նույն Գելապը եւ մյուս հարցումները որ կան, եկեղեցին շարունակում է բավական բարձր դիրքերի վրա մնալ։ Ես գտնում եմ, որ այդ կոչերը հավաքվել մայրաթոռում բան եւ այլ, դրանք պետք չեն։ Դրանք կարող է հագարակ էֆեկտ ունենան եւ ավելի ոգևորեն Նիկոլին։ Տեսեք, շատերը նույն ընդդիմադիրները, այդ թվում նաեւ ես իմ Facebook-յան էջում բացայտ նշում եմ, որ այդ Նիկոլը, որ ասում էր ժողովրդին հավաքեմ հրաբարակում, ժողովրդին ասեք վաղ շաբաթ Էջմիածնի հրաբարակում թող պատրի տրակի հավաքվի լավագույն դեպքում է ծեփ որ լցվեն մի 7-8 մարդ, ասեք 7-8 մարդը դա ժողովուրդն է, բերեք չմոռանանք, որ ես նոր նշեցի նա
Եկեղեցին ժողովրդինը չէ, եկեղեցին Աստծոն է, այդ մեկ։ Երկրորդը, եթե մենք վերցնենք ժողովրդին էլ, ամբողջ աշխարհում 11 միլիոն հայ ապրում, որից գոնե 8.9 միլիոնը հաստատ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են։ Եվ ասենք 7,000-8,000 հոգով հավաքվել գնալ Մայրաթորի վրա, ասել դա ժողովուրդն է ուզում, չէ։ Կամ այդ շապիտո կրկեսը, որ դա հավաքում է, ասենք Հովանավանքում 2 անգամ, Թալինում 1 անգամ, Խաչիկ գյուղում, հետո բանում Արարատ գյուղում, հետո նույն մարդիկ են։ Լավ, քանի անգամ պետք է, ինձ այնքան հետաքրքիր է, այն Գյումրեցի առողջապահության նախարար կա, Անոն, ես դրան լավ ճանաչում եմ։ Ռեմա Աղանդի ներկայացուցիչի կինն է։ Դրա ամուսինը Ռեմա Աղանդի ներկայացուցիչ է։ Ինչ գործ ունի անընդհատ եկեղեցում, ասում է, ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու բան եմ, հետևորդ եմ։ Ամուսինը Ռեմա Աղանդի ներկայացուցիչ է, կամ այն Հովանավանք, որ գնացել էին։ Այն Երևանի ավագանու անդամ այդ կինը, որ կրկին բողոքական աղանդավոր եկեղեցու ներկայացուցիչ, այ մարդ, դրանք ինչ գործ ունեն հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Խնդիրը նաև սրանում է։ Այնպես չէ, որ էլի Նիկոլի քայլերը պաշտպանում է ժողովուրդը, չկա նման բան։ Նիկոլի քայլերը, եթե ժողովուրդը պաշտպաներ, Նիկոլի կողքին կլիներ։ 2018 թվին հիշում եք ձմռանը, որ մարդկանց կոչ արեց շրջափակել ազգային ժողովը, տեսակ ինչ մարդ եկավ։ Հիմա արդեն ինքը գիտի, որ իրան չէ, ինքը ժողովուրդ չունի։ Եվ հնարավոր է, Խայդարագություն որ են կներեք, հնարավոր է, շատ կարճ, բայց խնդրեմ պատասխանեք, որ չկիսա չմնա հարցազրույցը։ Հնարավոր է, որ այս հոգևորականներին եւս մի քանիսը միանան եւ նշեն, որ արդեն Մայրաթորը հետ խնդիր կա, չգիտեմ դա ինչպես կձևակերպեն, այսինքն բանը տանեն նրան, որ այսպես իրավիճակ ստեղծեն, որ Մայրաթորը օկուպացված է եւ պետք է ազատել կաթողիկոսից։ Դուք այդ սցենարը բացառում եք եւ դիմեն իշխանությանը, կառավարությանը, ասեն այս հարցում մեզ աջակցեք։ Այս պայտրությամբ հարգելի Նարեկ, իրանք պարզ փոքրամասնություն են։ Ես նշեցի 56 եպիսկոպոսից ու արքեպիսկոպոսից ընդամենը միացել է 10-ը։ Իրանք պետք է եւս պարզ մեծամասնություն, ինչպես պարապ նստած չի էս ընթացքում, ինչ գիտենք։ Դե հիմա տեսնենք ինչ տեղի կունենա։ Ես հիմա չեմ կարող նստեմ, մտածեմ, թե որ հոգևորականի վրա ԱԱԾ-ն ինչ կոմպրոմատ է հավաքելու եւ այդ հոգևորականը կոտրվելու է, թե չէ ԱԱԾ-ի կոմպրոմատների արդյունքում։ Հույս ունեմ, որ այդ հոգևորականները կնախընտրեն, որ այդ կոմպրոմատները ավելի ճիշտ է հրապարակվի, քան իրենք գնան եւ դառնան գործիք աղանդավոր Նիկոլի ձեռքում, ով փորձում է քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Շնորհակալություն, պարոն Համբայրյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։